ավելի մանրամասն խոսենք վարկերի տոկոսադրույքների մասին։ Կարճ ասած, տոկոսադրույքը այն գինն է, որը վճարում եք վարկ վերցնելու համար։ Գոյություն ունի տարեկան անվանական տոկոսադրույք եւ տարեկան փաստացի տոկոսադրույք։ Տարբերությունը կարևոր է հասկանալ։ Երբ որ վարկ եք վերցնում, պարտավորվում եք վերադարձնել այն ու վճարել դրա դիմաց որոշակի տոկոսագումար կամ տոկոսներ, ոնց որ ընդունված է ասել։ Տարեկան անվանական տոկոսադրույքը ֆինանսական կազմակերպության կողմից սահմանված տոկոսադրույքն է, որի հիման վրա հաշվարկվում է այդ տոկոսավճարների մեծությունը։ Անվանական տոկոսադրույքը որպես կանոն ֆիքսված է լինում, բայց ձեզ կարող են առաջարկել նաև լողացող կամ փոփոխական տոկոսադրույքներ։ Դա նշանակում է, որ տոկոսադրույքը կարող է բարձրանա կամ իջնի, կախված ինչ-որ գործոններից, օրինակ Հայաստանի կենտրոնական բանկի հաշվարկային դրույքից։ Գործում են նաև վարկ տրամադրելու կամ վարկ սպասարկելու համար միջնորդավճարներ, գրավադրվող գույքի գնահատման ծախսեր, ապահովագրման ծախսեր, սրանք էլ նույնպես հաշվի առեք։ Կարող են նաև չլինել նման վճարումներ, նենց որ անպայման մանրամասը կարդացեք պայմանագրերը, որը կնքում եք վարկ ստանալուց։ Եթե գումարվեն վարկի հետ կապված ծախսերը անվանական տոկոսադրույքին, կստանանք, թե վարկը իրականում բառերով ասած որքան է նստելու մեր վրա, որն էլ փաստացի տոկոսադրույքն է։